Եթե կարգավորող մարմինը վարչության վարույթ է հարուցում օտարերկրյա ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության խախտման հիմքով, ապա ցանցային օպերատորը պարտավոր է 24 ժամվա ընթացքում դադարեցնել տվյալ ծրագրի վերահաղորդումը։ Օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերահաղորդման կարգում նախատեսվում են նոր պահանջներ եւ սահմանափակումներ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ ցանցային օպերատորի կողմից լիցենզիա ստացած անձը կարող է օտարերկրյա տեսալսողական ծրագիրը վերահաղորդել միայն այն դեպքում, եթե ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ գրավոր համաձայնություն կա եւ այդ մասին ծանուցում է ներկայացվել կարգավորող պետական մարմնին։ Կարգավորող մարմնի պահանջի դեպքում ցանցային օպերատորը 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացնի խախտումը ֆիքսած տեսագրությունները կամ ձայնագրությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ խախտման օրվանից անցել է 30 օր։ 2025-ին ազատազրկվածները ավելի հաճախ են տեղափոխվել ցածր անվտանգային գոտիներ, քան նախկինում։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանին ներկայացվել է քրեակատարողական ծառայության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Ըստ այդմ զգալիորեն բարելավվել են համակարգի ծառայողների աշխատանքային պայմանները, վերանորոգվել են խցեր, կացարաններ, սանհանգույցներ, մարզասենյակներ եւ աշխատասենյակներ։ Քրեակատարողական ծառայության հաշվետվության համաձայն ընդլայնվել է ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածությունը, ինչպես նաև բարձրացել է նրանց ներգրավվածությունը վերասոցիալականացման ծրագրերում, իրականացվել են հանրակրթական, բուհական, հետբուհական եւ ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի կալանքն այսօր երկարաձգվել է եւս 2 ամսով։ Լուրը դատական նիստից հետո լրագրողներին է հայտնել նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ Սահմանափակեցին նաև տեսակցությունները։ Միակ ուրախ բանն այն է, որ իմ միջնորդությունը քրոջ երեխաներին տեսակցելու մասով բավարարվեց, տեղեկացրել է Բաբայանը։ 2026 թվականի հունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով, սակայն 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն շարունակում է մնալ 13 սանտիմետրով ցածր։ Տվյալների համաձայն տեղումների աճը դրական ազդեցություն է ունեցել Սևանա լճի ջրային ռեժիմի վրա։ Սա 2017 թվականից ի վեր առաջին դեպքն է, երբ Սևանա լճի մակարդակը հունվար ամսին աճ է արձանագրում։ ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի շուրջ 23.4 կիլոգրամ մարիխուանայի մաքս անհենգության դեպք, 1 մարդ կալանավորվել է, 2-ը ձերբակալվել։ Ագարակ սահմանային անցման կետում մաքսային զննման է ենթարկվել Իրանի քաղաքացու բեռնատար ավտոմեքենան, որի կցորդի երկաթե հենարանների վրա դասավորված սյուների միջից հայտնաբերվել է 34 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Իրանի քաղաքացին կալանավորված է։ Երևան Մասիս ճանապարհին ձերբակալվել են 2 հայաստանի քաղաքացիներ, որոնք կասկածվում են թմրամիջոցի իրացման մեջ։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։